Երբևէ լսել եք Ազնավուրի մասին։ Չէ, նրան հաստատ գիտեք։ Ես այս Ազնավուրի մասին էի ասում։ Ազնավուր, որը գտնվում է ինժեներական քաղաքում։ Հիմա կպատմեմ, թե ինչ է այն ու ընդհանրապես ինչ կապ ունի Ազնավուրի հետ։ Այս Ազնավուրը սուպեր համակարգիչ է, 39 տերաբայթ օպերատիվ հիշողությամբ, 1.5 պետաբայթ հում ունակությամբ տվյալների պահոցով, ինչը թույլ է տալիս պահպանել մեծաքանակ տվյալներ։ Ունի 24480 միջուկ Core։ Համեմատության համար մեր համակարգիչներն ունեն 4-ից 16 Core։ Սա նշանակում է, որ Ազնավուրը կարող է միաժամանակ աշխատել նույնքան տվյալների հետ, ինչը որ կաներ մոտ 2400 տնային համակարգիչ միասին։ Ազնավուր սուպեր համակարգիչը 1 վայրկյանում տեսականորեն իրականացնում է 10-15 աստիճան գործողություն, նախատեսված մեծ մշակումներ պահանջող խնդիրների լուծման համար։ Այսինքն քո սովորական նոթբուքին մոտ 28 ժամ է պետք անելու համար այն, ինչը սուպեր համակարգիչն անում է 1 վայրկյանում։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մենք ունենանք AI գործարանը, այսպիսի հազարավոր գերհամակարգիչներով։ Հայաստանում գործարկված ու տարածաշրջանում ամենահզորը համարվող Ազնավուր սուպեր համակարգչային կենտրոնը նվեր է Հայաստանին Թուլուզի համալսարանի կողմից եւ այն կոչել են Մեծն Շանսոնիեի անունով, ընդգծելու համար հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։ Նախագիծը կյանքի է կոչվել Գիտությունների ազգային ակադեմիայի և ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, Աթոս ընկերության համագործակցությամբ և աջակցությամբ։ Սա առաջին իր բնույթով արևելյան գործընկերության երկրներում պետաֆլոպային կարգի համակարգիչն է։ Նախկին Սովետական միության երկրորդ երկիրն ենք, որը այսպիսի ժամանակակից ենթակառուցվածք ունի իր տրամադրության տակ։ Այսօր բոլորս խոսում ենք տվյալագիտությունից, արհեստական բանականություն, ինտերնետ իրեր եւ այլն, որոնք այս բոլորը բնականաբար պահանջում են մեծ տվյալների մշակումներ եւ սիմուլյացիաներ։ Եվ չունենալով նման ենթակառուցվածքներ, բնականաբար շատ դժվար կլինի բավարարել ժամանակակից գիտական պահանջներին։ Ինչպես ու ովքեր են օգտվում սուպեր համակարգչից։ Գոյություն ունի սայթ, որտեղ տեղադրված են համակարգչի հնարավորությունները եւ կամայական լաբորատորիա կամ մասնավոր ընկերություն, որը հետաքրքրված է օգտագործել համակարգչի ռեսուրսները, ներկայացնում է հայտ, որտեղ դրվում են այն պահանջները կամ այն ծրագրային միջոցները, որոնք իրենք հետաքրքրված են օգտագործել, որից հետո տեխնիկական անձնակազմը իրականացնում է այդ միջավայրը, տրամադրվում է օգտատերին իրեն մուտքի համար անհրաժեշտ գաղտնաբառը եւ անվանումը, որից հետո նրանք արդեն սկսում են աշխատել գերհամակարգչի հետ։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում հատկապես Ազնավուր սուպեր համակարգչի դերն արժեքավոր է Հայաստանի ու գիտնականների թվային անկախությունը ձեռք բերելու տեսանկյունից։ Այս ենթակառուցվածքը թույլ է տալիս գիտնականներին օգտագործել ժամանակակից լուծումներ բարդ հաշվարկների եւ տվյալների վերլուծությունների համար եւ ապահովել կարևոր նորարարական ու գիտական նախագծերում հետազոտությունների եւ ուսումնասիրությունների հարթ ընթացքը։ Եթե օրինակ մենք անում ենք մոլեկուլյար կիսաբանական խնդիրներ եւ ուզում ենք անենք էքսպերիմենտալ գիտափորձեր, եթե չունենք մենք նման ենթակառուցվածքներ, բնականաբար մենք փոքր խնդիրներ ենք դիտարկում, բնականաբար մենք չենք կարող ունենալ լավ տպագրություններ։ Սա մի կողմից խրախուսում է նաեւ մասնավոր հատվածին, մյուս կողմից էլ նաեւ շատ կարեւոր գործիք է հանդիսանում հետազոտական հանրույթի համար, որը նաև հնարավորություն է տալիս նրանց իրականացնել ժամանակակից հետազոտություններ եւ ունենալ բնականաբար շատ լավ տպագրություններ նման գիտափորձերի տվյալների վերլուծությունից հետո։ Սուպեր համակարգչից այսօր օգտվում է մոտավորապես 60 յուզեր, 30 թիմ։ Խմբերը պարբերաբար ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները։ Այդ խմբերից մեկը 2022 թվականին հիմնադրված հաշվարկային նյութագիտության լաբորատորիան է։ 8 հոգուց բաղկացած այս թիմը զբաղվում է նոր նյութերի հաշվարկային որոնմամբ եւ դրանց ֆիզիկա-քիմիական բնութագրերի հաշվարկով։ Նոր նյութեր ոնց որ որոնելուց մի տարբերակը էքսպերիմենտալ մեթոդներով հայտնի նյութերի կառուցվածքներ փորձարկելով ինչ-որ նյութեր խառնել եւ ստանալ, որը շատ երկարատև process է, թանկ process է եւ ֆիզիկապես բավականին դժվար։ Հիմա այս հաշվարկային ոլորտը ինչ է թափառնում, որտեւ
հնարավոր է շատ արագ ինչ որ նոր նյութերի կանխագուշակումներ անել, հաշվարկել եւ ոնց որ խորհուրդ տալ փորձարարներին, որպեսզի նոր նյութեր այդ ինչ որ մի նեղացնել որոնման տիրույթը եւ այդ նյութերը փորձեն սինթեզել։ Այդտեղ շատ կարեւոր է հզոր հաշվարկային ռեսուրսներ ունենալը, ոնց որ գերհամակարգիչն է։ Լաբորատորիան նոր նյութերը կանխագուշակելիս թիրախավորում է մի քանի կիրառություններ, որոնցից մեկը մարտկոցներն են։ Կանխատեսվում է, որ 2030 թվականին արդեն աշխարհում տասնապատիկ անգամ ավելի մեծ է լինելու մարտկոցների պահանջարկը, հաշվի առնելով էլեկտրական մեքենաների եւ այլ տեխնիկաների զարգացման տրամաբանությունը։ Մի ուղղությունը դա էլեկտրոդների փոխարինումն է։ Հիմա էլեկտրոդների մեջ բացի նատրիումի, այսինքն իոնի փոխարինումը, նաև այդ ծանր մետաղների փոխարինումն է պետք, որոնք նույն կոբալտը ինքը բավականին թունավոր է, նիկելի, մանգանի նույնպես տարածվածությունը այդքան շատ չի, եւ մի ժամանակակից, այսպես ասած, կանաչ ուղղությունն է փոխարինել օրգանական նյութերով, օրգանական բյուրեղներով, որոնք ունենան բավարար բնութագրեր։ Սակայն գիտական խնդիրներ կա, թե ոնց անել, որ այդ օրգանական բյուրեղները լինեն նույն ձևի կայուն, ոնց որ ժամանակակից կաթոդներն են։ Հենց այդ գիտական խնդրով մենք այս բային մի խնդիրը, որը հաշվարկում ենք, փորձում ենք նոր նյութ գտնել ազնավուր գերհամակարգչի վրա, հենց այդ խնդիրն է։ Հայաստանում գործող Ikra.net Armenia միջազգային կազմակերպությունը նույնպես գիտական հետազոտություններ է իրականացնում, օգտագործելով ազնավուր սուպերհամակարգիչը։ Դրանք վերաբերում են հատուկ դասի աստղաֆիզիկական աղբյուրներում տեղի ունեցող պրոցեսների մոդելավորման աշխատանքներին։ Ակտիվ գալակտիկական միջուկները այն գալակտիկաներն են, որոնց կենտրոնի ճառագայթումը շատ անգամ ավելի գերազանցում է գալակտիկայի մնացած մասերի ճառագայթմամբ եւ դա պայմանավորված է, որ դրանց կենտրոնում գտնվում է սև խոռոչ։ Այսինքն այդ սև խոռոչից առաջանում են հրշիթեր, որոնցում տեղի ունենում պրոցեսներ եւ այդ դրանց էներգիան այնքան մեծ է, որ նույնիսկ շատ մեծ հեռավորության վրա գտնվող աղբյուրները մենք կարողանում ենք այստեղ երկրի մակերևույթի վրա տեղադրված դիտակներով կամ արբանյակային կայանի վրա տեղադրված դիտակներով գրանցել այն մասնիկները, ֆոտոները, որոնք որ առաջանում են այդ աղբյուրներում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում։ Հիմա որպեսզի կարողանանք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում այդ աղբյուրներում, պետք է իրականացնել գրանցված տվյալների թվային տեսական մոդելավորում։ Ու անհրաժեշտ է տվյալները մեկնաբանել, բացատրել որևէ տեսական մոդելի շրջանակներում, որպեսզի հասկանանք տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսները։ Ժամանակի ընթացքում այդ տեսական մոդելները բավականին փոփոխվել են եւ զարգացել են եւ դրանց մոդելավորումը ժամանակատար եւ ծանր հաշվարկներ է պահանջում եւ մենք այդ ծանր հաշվարկները, որոնք որ պետքա օգտվեին շաբաթներ կամ ամիսներ, արդյունքում տևում են մի քանի րոպե նեյրոնային ցանցերի շնորհիվ։ Եվ նշեմ, որ մինչև այժմ 30-ից ավել երկրներից ունեն գիտնականներ, որոնք օգտագործում են մեր նեյրոնային ցանցերը։ Եթե դա իրականացնենք սովորական, այսպես ասած, սերվերային համակարգերի վրա, դա կտևեր տարիներ, որտեղ այդ հաշվարկները բավականին ռեսուրս են պահանջում, իսկ մեր գերհամակարգչի վրա դա կարողանում ենք բավականին արագ, մի քանի շաբաթվա ընթացքում իրականացնել, այնուհետև այդ տվյալները ներբեռնում ենք մեզ մոտ, որտեղ արդեն GPU-ների միջոցով փորձում ենք այդ ուսուցանել նեյրոնային ցանցերը։ Ազնավուր սուպերհամակարգիչը պարզապես տեխնոլոգիական ձեռքբերում չէ, այն ռազմավարական հարթակ է, որը խթանում է Հայաստանի գիտական ներուժը եւ նորարարական լուծումների զարգացումը։ Այս համակարգիչը նյութագիտությունից մինչև աստղաֆիզիկա հնարավորություն է տալիս այստեղ աշխատող գիտնականներին գործ ունենալ այնպիսի ծավալի տվյալների հետ, որոնք նախկինում պարզապես անհասանելի էին։ Ազնավուրը առաջին սուպերհամակարգիչն էր Հայաստանում, ու քանի որ այն ցույց տվեց, որ այստեղ կա դրա պահանջարկը, արդեն ունենք նաեւ երկրորդը։ Իսկ Firebird ընկերության, Հայաստանի կառավարության եւ Nvidia-ի համատեղ նախաձեռնությամբ կառուցվելիք $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության տվյալային կենտրոնը տեխնոլոգիական ու գիտական զարգացման նոր մակարդակ կբացի։ Սովորաբար սուպերհամակարգիչները կարող են ունենալ մինչև 100 հազարավոր միջուկներ ու ավելի բարձր պարամետրեր, եւ թեպետ դրանց ֆոնին ազնավուր սուպերհամակարգիչը բավականին համեստ է, բայց Հայաստանի համար շատ օգտակար սուպերհամակարգիչ է։ Եթե հետևում ես Հայաստանի տեխնոլոգիական զարգացումներին, ապա չմոռանաս հետևել How to be YouTube-ի ալիքին։